Քասախ գյուղի 26-29 տեղամասում ուտնացկեց տեղի ունեցել արտառոց դեպք։ Հանձնաժողովի անդամ ժողովրդավարական ուղի կուսակցության Երիթևի նախագահ Վիգեն Դավթյանը կոտրել է քվեատուփը, քանի որ համոզված է եղել, որ լցոնումներ են տեղի ունեցել։ Նա մեղադրում է հանձնաժողովի նախագահին։ Նայում էր ինձ պեչաթում գցում, ապօրինությունները անելու։ Դավթյանը իր իսկ խոսքով երկրորդ կարգի հաշմանդամ է եւ տառապում է էպիլեպսիայով։ Զանգեցիք թեժգից։ Ես ոստիկանություն թեժգից չկարողացա կապնվել։ Գրավոր իրանք ներկայացրեցիք։ Չէ, ոստիկանը ստեղ է եղել, ես ոստիկանին խաբար արեցի։ Հանձնաժողովի անդամ Ժառանգության կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Ղազարյանը քվեարկության ժամանակ ոչ մի անօրինականություն չի նկատել։ Ես չեմ նկատել կոնկրետ, ես ոնց ասեմ։ Ջարդված տուփը փոխարինել են նորով, քվեաթերթիկները լցրել են նոր տուփի մեջ եւ տեղամասում շարունակվել է քվեարկությունը։ Հանձնաժողովի վստահված անձը նույնպես որևէ արտառոց բան չի նկատել։ Վստահեցնում է, որ քվեաթերթիկների քանակը համապատասխանում է քաղաքացիների ստորագրություններին։ Իմ ներկայությամբ ամբողջ ժողովուրդը գալիս է, դիտորդական առաքինությունը իրականացնում եւ ես տեսնում եմ, որ ոչ մի օրնախախտում չի եղել իմ ներկայությամբ։ 26-29 տեղամասի հանձնաժողովի նախագահ Նարեկ Մկրտչյանն էլ իր հերթին է պնդում, որ անօրինակ ոչինչ տեղի չի ունեցել քվեարկության ժամանակ։ Դեպքի արդի ոստիկանությունում կատարվում է քննություն։ Արման Մալխասյան, Ալբերտ Գալստյան, Ժամը լրատվական։